Հիմա հարց Նիկոլ Փաշինյանին։ Կարծում եմ տեղյակ եք, որ երեք խոսել եմ այն մասին, որ 3 օրվա ընթացքում պետք է հումանիտար օգնությունը մտնի Արցախ։ Բայց ինձ թվում է, թե դուք հայերեն լեզուն չեք հասկանում։ Միգուցե փորձեմ ձեր եղբայրական Էրդողանի եւ Ալիևի լեզվով ձեզ հետ խոսել։ Գյալդի, Նիկոլ Փաշօղլի, ne var, ne yok, canım benim։ Նիկոլ Փաշօղլի, հլա զանգի աղբերներիդ, հլա մա զանգի Ալիևին, էլի, հեռախոսը կվերցնի ու կասի, Էֆենդիմ, ալում, այստեղ մի անգամից կարող է Արցախի ճանապարհները բաց։ Նիկոլ Փաշինյան, այլևս չեմ կրկնվելու։ Կարծում եմ կփորձեք ձեր եղբայրական ժողովրդի հետ լուծեք այս հարցը։ Իսկ ես Նիկոլ Փաշօղլի, sen oldu, görüşürüz։ Սիրելիներս, բոլորս միասին գրում ենք Նիկոլ Վարչապետ։ Տեսեք Նիկոլը ոնց է դառնալու Հայաստանում քերոբ։ Չմոներ, դուք հենց խաբար չեք ում հետ գործ ունեք։ Սիրելի ընկերներու ամենավերջում պոզիտիվի համար Վարչապետի ձվերը կերելա օպոզիցիան թե կարա բան փոխի։ Այս էլ զուտ հումորի համար ժպտացեք, որովհետև ամեն ինչ դեռ առջևում է, հեղափոխությունը սկսված է, դեռ ավարտված չէ։ Բոլորս միասին գրում ենք Նիկոլ Վարչապետ։ Նիկոլ Վարչապետ, Նիկոլ Վարչապետ։ Իսկ հիմա Մերի Տոմոյանն է Մոսկվայից։ И причем самое интересное, что Азербайджан долго боролся против России, и в итоге вот эта база, которая была, помнишь, он все-таки выставил из страны, скажем, выпроводил из страны, да, как бы, и вдруг такую мощную войну организовывают, приглашают столько стран на помощь, да, вот НАТО, там все дела, столько стран воевало крохотной Армении, да, как бы, и в итоге что они получили? Они получили, значит, российскую базу на своей территории, они получили те же 5,2 территории, которые так и так Армения согласна была им вернуть, как бы, да, если бы они признали бы независимость Арцаха. И что получается? Вот то, что он кичится, что вот мы выиграли, ни хрена он не выиграл, выиграли мы. Мы, во-первых, Арцах полностью, да, полностью не потеряли и никогда уже не потеряем. Потому что она никогда уже не будет на территории Азербайджана, потому что там русский очень плотно сидит. Чего, блядь? С одной стороны, я не рада, что Арцах не в составе Армении или как не армянское признанное государство, да, второе. Но лучше уж пусть под Россией, чем под Азербайджаном, да, вот так скажем. Այսքան ժամանակ մերին մի բառ չի ասել, որի համար պատրաստ չի եղել պատասխան տալ։ Ես գտնում եմ, եթե մի մարդ դուրս է գալիս ինչ որ մի բան խոսում է ու չի կարում փաստի, բամբասկոտ չընտրլոյի տիպա, դա իմ կարծիքն է։